երբ որ կոնկրետ անկախ դրանից դու ցանկանում ես վիրավորվել, թե չէ քեզ վիրավորում է, եւ դու դրա հետ պետք է հաշվի նստես, հոգեբանական վիրավորանքում բավական մեծ տեղ ունի վիրավորվողի անձը։ Եթե նրա ինքնագնահատականը բավարար մակարդակի վրա եւ ինքն է որոշում իր անելիք չանելիք, ապա այդ դեպքում այդ մարդուն վիրավորելը շատ դժվար է։ Եթե մարդը ինքնաբավ չէ, չի կարողանում իր պահանջմունքները հստակեցնել, իր ցանկությունները, նպատակները ունենալ եւ դրանից հետևից գնալ, ցանկացած բանից նա կարող է վիրավորվել։ Այսինքն մենք եւ մեր քաղաքացիները պետք է նաև իմանան, որ վիրավորվելը ամենավաղ բաներից է, պետք է կարողանալ ճիշտ գնահատել եւ սեփական հնարավորությունները եւ ռեալ իրավիճակը, այդ դեպքում վիրավորանքի աստիճանը շատ ցածր կլինի, մինչեւ վիրավորանքի բացակայություն կարող է։ Շատ կարևոր հարց է, բարձրացում, չափազանց, եւ իսկապես դա ամենահարգված հասարակությունը կլինի, եթե հասարակության յուրաքանչյուր անհատ այդքան ինքնագնահատական է եւ իր վարկը հասկացած լինի, որ կարողանա ինքնապաշտպանվել, բայց ինձ թվում է վերջին 20 տարիները հենց մեր հասարակությունը հասցրել է նրան, որ եւ յուրաքանչյուր անհատ եւ սկզբունքորեն միշտ դուրս է իր հնարավորությունը ունենալու առավել եւս այն գնահատելու հնարավորությունից։